Ցելը կնոջը նայեք հոբի։ Եկավ ինչ խորհուրդ տվեց հոբին, ասեց. Աստծուն անիծի ու մեռի։ Խես ապրում։ Այսինքն այս ամբողջ տարիների վաստակը, քո ժառանգությունը, քո հավատքը ջուրը գցի ու դու ոչնչացի, գնա դժոխք։ Հոբը ինչ պատասխանեց, ասեց. Խոսեցի իբրև անզգամ կին, այն որ բարիքները վայելում ենք, այս նեղություններին չդիմանանք։ Հոբը այդպես չմտածեց։ Հոբը ճիշտ մտածեց, մինչև էց համբերեց եւ ինչ տեղ ունեցավ։ Իր ամբողջ հարստությունը, իր զավակներին անգամ 10 երեխա ունեցավ նորից։ 100 քանի տարի էլ ապրեց հոբը նորից։ Եվ մինչև հիմա հոբի մասին խոսում ենք, համբերության հայր ենք ասում։ Տեսեք ինչ սքանչելի կա, ինչ գեղեցկություն է համբերությունը։ Համբերությունը հարությունը, կենթանությունը, վերստին ծնունդ է, որտեղ մարդը երբ որ համբերում է, դուրս է գալիս փորձություն։